Կախարդական փայտիկը, լատիշական հեքիաթ։ Մի կալվածքում ապրում էր մի տղա։ Նրան հրամայված էր արածացնել սպիտակ այծիկին, իսկ տղան չէր ուզում։ Կալվածքի կառավարիչը ծեծում է տղային և նորից դաշտ քշում, այծին արածացնելու։ Կանգնում է տղան դաշտի մեջտեղում և լաց է լինում։ Նրան է մոտենում մի ծերուկ։ «Ինչու ես լալիս, տղաս», հարցնում է նա։ «Կառավարիչը ծեծեց, դե ծեծում է ինձ, որ չեմ արածացնում իր այծին»։ «Լաց մի լինի, տղաս, ոչինչ, վերցրու այս փայտիկը և խրի հողի մեջ։ Այծիկը կմնա փայտիկի մոտ, էլ հեռու չի գնա»։ Տղան փայտիկը խրում է հողի մեջ ու ինքը գալիս տուն։ Իսկ այծիկը կանգնում է փայտիկի մոտ ու ոչ մի տեղ չի գնում։ Կառավարիչը նորից է ծեծում տղային և քշում դաշտ այծին արածացնելու։ Տղան բարկանում է, հանում է հողից իր փայտիկն ու փախչում։ Իսկ այծը ասես կապված լինի, գնում է փայտիկի ետևից։ Գնում է նա գնում ու հասնում է մի գյուղ։ Շաբաթ երեկո է լինում։ Տղամարդիկ հենց բաղնիքը վառել էին և պատրաստվում էին լողանալու։ Արդեն հանվել էին, իսկ բաղնիքում դեռ աղջիկներն էին լողանում։ Տղան փայտիկը խրում է բաղնիքի առաջ հողի մեջ և ներս մտնում, որ լողանա։ Հենց որ աղջիկները նրան տեսնում են, սկսում են ճվճվալ, ճչալ և բաղնիքից դուրս են փախչում։ Նրանցից մեկը պատահաբար կպչում է այծիկին ու էլ չի կարողանում պոկվել։ Մի ուրիշ աղջիկ շտապում է նրան օգնության, բայց հենց որ դիպչում է առաջինին, ինքն էլ է կպած մնում։ Տղան մի լավ լողանում է, հետո վերցնում է փայտիկն ու տուն գնում։ Իսկ փայտիկի ետևից գալիս է այծիկը, այծիկի ետևից էլ աղջիկները։ Տղան գալիս է տուն, իսկ նրան ընդառաջ է գալիս կառավարիչն ու հարցնում. «Ինչու ես էս աղջիկներին բերել»։ «Ես չեմ բերել նրանց, այծիկն է բերել։ Ես միայն իմ փայտիկն եմ բերել»։ Շատ է բարկանում կառավարիչը։ Վազում է աղջիկների մոտ, որ նրանց անջատի այծիկից, բայց հենց որ ձեռք է տալիս նրանց, ինքն էլ է կպչում։ Նրանք պետք է անցնեին կալվածատիրոջ տան մոտով։ Եվ ահա նրանց ընդառաջ է գալիս կալվածատերը և հարցնում. «Այդ ուր ես տանում կառավարչին»։ «Ախր ես չեմ տանում, աղջիկներն են տանում նրան»։ «Աղջիկներինն էլ այծիկն է տանում, ես միայն փայտիկն եմ տանում»։ Շատ է բարկանում կալվածատերը։ Նետվում է, որ կառավարիչին ազատի, բայց հենց որ մատով դիպչում է նրան, իսկույն ինքն էլ է կպչում։ Տղան ճանապարհ է ընկնում ուղիղ քաղաք և բոլորին էլ տանում իր ետևից։ Իսկ այդ քաղաքում ապրելիս է լինում թագավորը։ Նա ունենում է մի աղջիկ, որը երբեք չի ծիծաղում։ Թագավորը հրամայում է ամբողջ քաղաքով մեկ հայտարարել. «Ով իմ աղջկան ծիծաղեցնի, կդառնա նրա ամուսինը»։ Դե պարզ բան է, շատ շատերն էին փորձում ծիծաղեցնել արքայադստերը, բայց իզուր։ Նա ոչ մի անգամ չէր ծիծաղում։ Եվ ահա, երբ պատանին անցնում է պալատի մոտով, աղջիկը պատուհանի մոտ նստած գործելիս է լինում։ Հանկարծ նա պատուհանից դուրս է նայում ու այ քեզ հրաշք։ Տղայի ետևից փայտիկը, փայտիկի ետևից այծիկը, այծիկի ետևից աղջիկները, աղջիկների ետևից կառավարիչը, կառավարչի ետևից կալվածատերը։ Արքայադուստրը սկսում է բարձր ծիծաղել, կանչում է հորն ու ասում. «Հայրիկ, հայրիկ, հապա մի նայիր, այ քեզ բան, ծիծաղից մեռնում եմ»։ Թագավորը տեսնում է դա, կանչում տղային ու ասում. «Դու պիտի իմ փեսան լինես, հենց վաղը հարսանիք կանենք, իսկ վաղը չէ մյուս օրը կնստես իմ գահին»։ Դե ինչ,
Տղան պիտի հարսանիքին պատրաստվի։ Խփում է նա փայտիկով այծիկին, փայտիկը բաց է թողնում այծիկին։ Խփում է աղջիկներին, այծիկը բաց է թողնում աղջիկներին։ Խփում է կառավարչին, աղջիկներն են բաց թողնում նրան։ Փայտիկով խփում է կալվածատիրոջը, կառավարիչը բաց է թողնում նրան եւ բոլորը ցրվում են, գնում իրենց տները։ Իսկ պատանին մնում է պալատում, դառնում է թագավոր ու հիմա շատ հոգատար է լինում իր այծիկի նկատմամբ։